Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Մոսկվայից նոր ազդանշաններ են ստացել, որ 2026 թվականին Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է շարունակել պատերազմը։ Այս ազդանշանները միայն մեզ համար չեն, մեր գործընկերները պետք է տեսնեն դրանք եւ արձագանքեն, այդ թվում Միացյալ Նահանգներում, որտեղ ոմանք դեռևս պնդում են, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը, ասել է Զելենսկին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն ամեն օր հարձակվում է իրենց վրա անօդաչուներով, սպանություններով, դիվերսիաներով, լրտեսությամբ, կիբերհարձակումներով եւ ապատեղեկատվությամբ։ Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Աբբաս Արաղչին Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Լավրովը նշել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, Իրանի միջուկային խնդիրը եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Վրաստանի նկատմամբ Եվրամիության երկակի մոտեցումը ամոթալի է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով եվրոպական բյուրոկրատիան ուղղակիորեն պահանջում է, որ Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Նա նաև հիշեցրել է, որ եվրոպական բյուրոկրատիան նման պահանջներ չի ներկայացրել Մոլդովային, Հայաստանին կամ այլ երկրներին։ Լրագրող Թաքեր Կարլսոնը կարծում է, որ Դոնալդ Թրամփը կարող է պատերազմ հայտարարել Վենեսուելային իր առաջիկա ելույթում։ Լրագրողին հայտնել է կոնգրեսի անդամներից մեկը, նշելով, որ նախորդ օրը նրանց արդեն տեղեկացրել են անխուսափելի պատերազմի մասին։ Եթե վերադառնանք 10, 12, 15 տարի առաջ, Վաշինգտոնում ամենաուժեղ լոբբին հրեական լոբբին էր, հայտարարել է Թրամփը։ Այժմ այդպես չէ, պետք է շատ զգույշ լինել, կոնգրեսը դառնում է հակասեմական, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ֆրանսիացի ֆերմերները տևական ժամանակ է բողոքի ցույցեր են կազմակերպում կառավարության հրաժարականի պահանջով։ Եթե կարողանայի Մակրոնին վռնդել Ելիսեյան պալատից, կանեի դա, հայտարարել է ֆերմերներից մեկը։ Փարիզի Դիսնեյլենդ աղբի մեջ է կորել հակահիգիենիկ վիճակը պայմանավորված է այգու հավաքարարների գործադուլով։ Դինոզավրերի հազարավոր հետքեր Իտալիայում, դրանք հայտնաբերվել են երկրի հյուսիսում ժայռերի վրա։ Սդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։